Ոչ ներկա ենք, այսինքն չկարողացան մեզ ասոցիացնել ինչ-որ նախկինների կամ ներկաների հետ, փորձեր եղավ թե պետության կողմից, թե կառավարվող ընդդիմության կողմից այդպիսի փորձեր եղավ, բայց չկարողացան ասոցիացնել ոչ մեկի հետ եւ այդ գաղափարից հրաժարվեցին, փորձեցին վարկապեկել անցյալի հետ, էդ էլ չստացվեց, այսինքն ինչ որ գրում էին այդ բոլորը արդեն վաղուց, թե WikiLeaks, թե այլ երկրի օպոզիցիոն լրատվականներում կար, բոլորի դիմաց պատասխանը տրված էր։ Ձեր անվան շուրջ շատ ինչ-որ մութ պատմություններ էր պտտվում, ինչով դա վերջացավ, WikiLeaks եք ասում, ինչ-որ բան պարզվեց։ Չէր կարող պարզվել Չպարզվել։ Չէ։ Կամ պարզվել չէր կարող։ Համ չէր կարող պարզվել, համ չպարզվել, քանի որ այնտեղ կար պետական գաղտնիքներ, այնտեղ կար, ասենք, պայքար տերորիզմի դեմ, մենք կռվում էինք Ալ-Շաբաբի դեմ, Սոմալիա, մենք աջակցում էինք, մենք միակն էինք, որ աջակցում էինք Սուդանում քրիստոնյաներին, երբ որ աշխարհը նույնիսկ Դարֆոր բառը չգիտեր, մենք միակն էինք, որ աջակցում էինք Սուդանում մեր քրիստոնյա եղբայրներին եւ միակն էինք, ով ասում էին այն ժամանակ, որ Սուդանը պետք է առանձնանա եւ նույնիսկ տեղի բնակիչները չէին հավատում դրան, երբ որ մենք ասում էինք, որ չի կարող այդտեղ խաղաղություն լինել, նա որոշ ժամանակով կամ ընդմիշտ պետք է առանձին պետություն լինել։ Ես ասում եմ, նույնիսկ տեղի բնակիչների համար դա ինչ-որ մի հատ ֆանտազիայի ոլորտում էր եւ ես հպարտությամբ կարող եմ ասել, որ մենք այն ուժն էինք, որ ներկայացրեցինք այդ ծրագիրը եւ հաջողվեց այդ ծրագիրը։ Այն մենք որ ասում եք դա էլ պարզեցրեք։ Ես եւ իմ եղբայրները։ Ասած ասեմ, որ ավելի պարզ մենք միակն էինք, որ հասկանում էինք, որ այնտեղ խաղաղություն չի կարող լինել։ Եվ երբ որ առաջարկեցինք, որ պետք է առանձնանալ, այդ որոշ միջազգային կառույցներ ընդունեցին այդ առաջարկը եւ Սուդանը այսօր ունենք այն ինչ որ ունենք։ Ազատ վիճակ։ Դա ձեզ չէր կարող ներվել, երևի դրա համար էլ այդ ինֆորմացիոն գրոհը ձեր անձի շուրջ, ձեր եւ ձեր եղբայրների, հա, երևի անունների շուրջ մինչ այժմ գալիս է։ Պայման է նաեւ, գիտենք, ընտրություններին մասնակցելու համար պայման է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալը եւ առնվազն 4 տարի բնակվելը ձեր մասով այս հարցը ինչպես է լուծվել։ Ուրեմն նույնիսկ պետական փաստաթուղթ ունենք Ինտերպոլի ուղղված կառավարությանը, որ հանդիսանում են միայն Հայաստանի քաղաքացիներ եւ մուտք եմ գործել 44-օրյա պատերազմից մի քանի օր շուտ, այսինքն բոլոր պայմանները համապատասխանում են, այլ երկրի քաղաքացի երբեք չեմ եղել եւ չեմ էլ ցանկացել դառնալ։ Հնարավորություններ շատ եմ ունեցել, բայց չեմ էլ։ Այսինքն դուք գործել եք նաեւ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի այլ երկրում։ Այո։ Դա իրենց մոտ հնարավոր է։ Այո, հնարավոր է, մենք երբ որ հաղթեցինք ընտրությունները եւ տեսանք ինչ ողբալի վիճակում էր Կենիայի ոստիկանությունը, մենք Չիկագոյի ոստիկանապետին հրավիրեցինք եւ բերեցինք, այսինքն ամերիկացուն եւ այդ ոստիկանությունը ոտքի կանգնեցրինք զրոյից։ Ասում են, ունի շատ մեծ կառավարման փորձ եւ անցած ուղի, այսինքն մենք մի երկիր էինք ժառանգել, իհարկե ասենք 90-ականների պես երկիր չենք ժառանգել, ոնց որ Հայաստանում, որ ՍՍՀ-ից հետո ոչ մի կառույց չկար, բայց մենք մի երկիր էինք ժառանգել, որտեղ ոստիկանը, երբ որ դուրս էր գալիս, ասենք իր հերթափոխին, նա իր Կալաշնիկովը կամ այդ Հեկլեր-կող J7-ը վարձով $30 տալիս էր հանցագործներին, որ նրանք գնան 8 ժամվա մեջ հանցագործություն կատարեն եւ վերադարձնեն։ Այսինքն մի այդպիսի խայտարակ երկիր էինք մենք ժառանգել, որտեղ օպոզիցիայի ղեկավար լինելը մահացու վտանգավոր էր,
այսքան օպոզիցիայի ղեկավարներին Արաբ Մոյա, հիմա լուսահոգի Արաբ Մոյա, հա, ինչքան էլ թշնամի էինք, բայց մարդը տանում էր առույցներին էր կերակրում, մի խոսքով մի այդպիսի երկիր էինք ժառանգել եւ այսօր Կենիան, եթե համեմատենք այդ East African եւ նույնիսկ համեմատենք արևմտյան Աֆրիկայի երկրները, թողենք հյուսային Աֆրիկան եւ թողենք հարավ-աֆրիկյան հանրապետությունը, հա, մենք հարավ-աֆրիկյան հանրապետությանը չենք հասել, չնայած անվտանգության չափանիշով մենք շատ ավելի բարձր ենք հարավ-աֆրիկյան հանրապետությունում, անվտանգության հարցը շատ վտանգավոր երկիր է։ Կենիան մենք սարքեցինք մի երկիր, որը որ Աֆրիկայի Դուբայն է, ոնց որ ասենք ամբողջ Հնդկաստան Ասիայից գալիս են Դուբայի աշխատանքի, Կենիան հենց այդ երկիրն էր, որ կենիացիք դարձան արդեն սպառողներ, հա, նույնիսկ Կենիայում գտնել կենիացի, ասենք housemate, հա, այդ դայակ կամ ինչ-որ տան աշխատող շատ դժվար էր, սկսեց աշխատուժը գալ դրսից և նույնն էլ քանի որ աշխատավարձերը բոլոր այդ ռեգիոնից ամենաբարձրն էր և երկիրը շատ ստաբիլ ու ապահով երկիր էր, դրա համար աշխատուժը սկսվեց գալ դրսից, որը որ շատ դրական չափանիշ էր։ Միանշանակ։ Լավ, ուրեմն կառավարման փորձ ունեք այս կամ այն երկրի հետ աֆիլիացվում։ Դուք հարցազրույցներից մեկում ասում եք Հայաստանը չի կարող բևեռանալ ոչ պրոռուսական լինել, ոչ պրոարևմուտք լինել, ոչ պրոհայաստան լինել, ապա ինչ լինել։ Եվ այսպես որևիցե երկրի հետ աֆիլիացում ձեր կուսակցության եւ այս միտքը բացում եք։ Ուրեմն տեսեք, Հայաստանը պետքա կամուրջ լինի։ Մենք դարերով եղել ենք կոմունիկատոր, մենք ցիվիլիզացիաներին միացրել ենք իրար հետ, դա մեր գենն է, եթե նայենք ինչի չի աշխատում այդ Ղարսի ճանապարհը, հա, երկաթուղի նախրքյալը կախլցխա ես եղել եմ, այնտեղ կովեր են, էլի, ռելսերի վրա չի աշխատում, այսինքն հարցը մենակ ճանապարհը չի, հարցը կոմունիկատորն է, մենակ աշխարհագրական դիրքը չի, Հայաստանը պետք է լինի Սինգապուրի պես մի երկիր, եթե նայենք Սինգապուրը, թե արևմուտքի, թե Չինաստանի հետ ունի շատ բարձր և ջերմ հարաբերություններ, նայենք Իսրայելը, ինչքան էլ ժողովուրդը չընդունի դավադրության տեսության մարդիկ կասեն Իսրայելը, թե Ռուսաստանն է կառավարում, թե արևմուտքն է կառավարում, բայց ամենայն դեպքում այդ պետությունը ու մենք շատ նման ենք իրար այդ երկու պետությունները, նրանք էլ ունեն սփյուռք ավելի մեծ քանակությամբ, քան թե երկրի ներսում ապրում, նա լավ հարաբերությունների հետ է, թե հյուսիսի մեր հարևանի Ռուսաստանի, թե արևմուտքի հետ, այսինքն Հայաստանը պետք է լինի կամուրջ և պլատֆորմ, մենք պետությանը դիմել էինք այս վերջի Իրան-Իսրայել կոնֆլիկտից առաջ, որ եղեք հարթակ տրամադրեք, որպեսզի այդ երկու պետությունները, որոնք որ չեն էլ ուզում իրար հետ կռվեն, հարթակ տրամադրեք Հայաստանը սարքեք այդ հարթակը, որ նրանք բանակցեն, սկսեք համայնքային մակարդակից, երկու երկրներում ունենք հայ համայնքներ, բերեք դրանց նստեցրեք սեղանին, հետո կազմակերպեք գաղտնի պետական հանդիպումներ, հետո դրանից հետո նոր ուղիղ պետական բանակցությունների բերեք։ Այսօր Հայաստանը պետք է լիներ ռուս-ուկրաինական այդ բանակցությունների հարթակը, ոչ թե արաբական Միացյալ Էմիրությունները, որը համարյա թե շահ չունի, ես կասեի, որ հակառակը նրան այս ուկրաինական կոնֆլիկտը ավելի ձեռնատու է։ Այսինքն Հայաստանը թե Ուկրաինա, թե Ռուսաստանի շահագրգռված է, Ռուսաստանի թուլացմանն էլ շահագրգռված չի, Ուկրաինայի ոչնչացմանն էլ շահագրգռված չի, այսինքն մենք պետք է կամուրջ լինենք, հրաժարվենք բևեռացումից, հրաժարվենք ամեն տեսակի բևեռ ընտրելուց և լինենք կամուրջ։ Տեսեք, այդ քաղաքական ուժերը հիմնված են շահերի վրա, երբ որ Լավրովը ասեց 150 միլիոն ենք
տալու մեր արևմտյան քաղաքական ուժերը արևմտամետ դարձան ռուսամետ, բոլորը ման են գալիս, թե այդ փողերը ոնց է գալու, ոնց է բաշխվելու։ Հայաստանը կարող է դառնալ մի երկիր, որը որ Շվեյցարիայի պես ասեմ, որ արդեն միջազգային հանրության կողմից Հայաստանի վրա հարձակվելը ամոթ լինի։ Հասկանում եք, ոչ թե միայն ասենք խոսքերով, այլ տեսեք Շվեյցարիայի վրա հարձակվելը արդեն բարոյական ամոթ է բոլոր երկրների կողմից։ Հիմա ինչ վերաբերվում է անվտանգային համակարգը, մենք չենք տեսնում, որ Հայաստանը իրոք անվտանգային համակարգ է փոխում, քանի որ երբ որ երկիրը բևեռ է փոխում, նա առաջինը անվտանգային համակարգն է փոխում։ Իսկ չենք փոխել, ձևականությունը։ Այսինքն մեր մոտ սահմանները ռուս սահմանապահներն են, ռուսական զինվորական բազան մեր երկրում է եւ այդ հապկից դուրս չենք եկել։ Բայց Վենսի ատոմակայանները, այսպես Միացյալ Նահանգների ատոմակայաններն էլ բաշխվելու են երկրի բանով, տարածքով։ Օրինակ եմ ասում, այդ հավասարակշռության բալանսավորման ցուցիչը դա տալիս են այդ հետախուզական դրոնները եւ մենք հապկի անդամ ենք։ Դա ոնց է իրար հետ։ Գուցե շատ ճկուն եւ իմաստուն արտաքին քաղաքականություն ենք վարում։ Տեսեք, արտաքին քաղաքականության այսօրվա մեր պետության ինչ որ կողմերով մեր կուսակցությունը համաձայն է, այսինքն ոտի տակ չընկնել, գոյատևել արտաքին քաղաքականության, ինչ որ կառավարման ձևին համաձայն չենք, ասենք խաղաղություն ամեն գնովին համաձայն չենք այդ արտաքին քաղաքականության համար, բայց մենք տրիպի այս գաղափարին ինչքան էլ կողմ լինենք, տեսնում ենք, որ դա այսօրվա այս վարած քաղաքականության բերելու է գերպետությունների շահերի բախման հենց մեր հողի մեջ։ Այսինքն ձեր ասած մեր հյուսային հարևանի բախումն է բերելու է արևմուտքի բախումը, բերելու է Վրաստանի բախումը, Ղազախստանի, Պարսկաստանի, այսինքն այս բոլոր ռեգիոնալ խաղացողները տրիպի հողի վրա մեր թշնամին են դառնում։ Այսինքն բալանսավորման արդյունքում մենք բերում ենք տարբեր ուժեր եւ այդ տարբեր ուժերը եւ դառնում են կիզակետը նրանց շահերի բախման։ Այո, հենց այս տրիպը սարքում է Վրաստանին ձեռ չի տալիս, այսինքն Սաակաշվիլին վաղուց ասել էր, որ եթե այս ճանապարհը բացվի, Վրաստանը ամպուտացվում է, դեռ քանի տարի առաջ էր ասել։ Այսինքն, եթե լինելու ավելի էժան ու կարճ այլընտրանքային ճանապարհ, ով է գնալու ընդեղ կանգնի, ասի չէ, բեռների 50%-ը Վրաստանով կգնա, այս բեռների 50%-ը Հայաստանով կգնա։ Պարսկաստանը իր շահերի մասին հայտարարել է, Ղազախստանը այսօր ունի 3 հանգուցային երկաթուղային կայարան Ռուսաստանի հետ, սկսած Աստրախանից մինչև այդ Սիբիր, 3 խոշոր հանգուցային կայարան, այսինքն լուրջ շահերի բախում ունի։ Բայց այստեղ Վրաստանի եւ Ղազախստանի երևի թե հարցը չի, որքան Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան։ Ռուսաստանի համար դառնում է գոյատևման ճանապարհ, այսինքն եթե ՆԱՏՕ-ի զորքը կարողացավ անխոչոնդոտ հասնել Ղազախստան, այնտեղ 7000 կիլոմետրից ավել սահման ունի, որը որ չի կարողանալու պահել։ Ռուսաստանի միակ հույսը այդ ժամանակ մնալու է Կասպից ծովում այդ նավերը կամ բարջերը խորտակել, որը որ 5-րդ բանաձևին է արդեն կպնելու ՆԱՏՕ-ին, պատերազմ հայտարարել, նա կգնա ավելի հեշտ ճանապարհով կանխի, որ չիրագործվի այս ճանապարհը, այսինքն իսկ չիրագործվելու համար նրանք բացահայտ ասում են պետք է SVO ստեղծել, մեկը ասում է Ադրբեջանում, Զատուլինը ասում է պետք է SVO ստեղծել Ադրբեջանում, մյուս Կրեմլի ռուպերները ասում են, որ Հայաստանում պետք է այդ SVO-ն ստեղծվի, այդ սպեցիալ նվարանյա օպերացիա։ Այդ ինչու են ասում։ Շահերին կորցրել են, ասենք, այս մեր ռեգիոնը արդեն կորցրել են հայկական բարձրավանդակը եւ փորձում են հետ բերել, այսինքն Հայաստանը նրանց համար Կալինինգրադ է։ Տեսեք, նրանք իհարկե անմիջական բախում չեն ունենալու, բայց
Նրանք ունեն իր այլընտրանքային ճանապարհները, այսինքն եւ անուղղակի կերպով որոշը արևմուտքի հետ, որոշը հյուսի հետ փորձելու են, որպեսզի այս խոչընդոտը։ Այո, խոչընդոտը։ Գերպետությունների շահերը շատ դժվար է հաշվել, նրանք աշխատում են միայն շահերի հիմունքով։ Հիմա կարող է այսօր Ալյասկայում կամ միտեղ պայմանավորվել են, բայց դա չի նշանակում, որ այդ պայմանավորվածությունը մշտական է լինելու։ Այսօր կարող է Ռուսաստանը մեզ 30 արծաթով ծախել է Ուկրաինայում ինչ-որ իրենց հարցերը լուծելու համար, բայց դա չի նշանակում, որ մի ամսից հետ չի գալու եւ խախտի իր բոլոր պայմանավորվածությունները։ Մենք Արցախի վրով դա տեսանք, շահերը համընկրեց ադրբեջանական շահերի հետ, հիմա գազ էին վաճառում, թե ինչ էին անում եւ Արցախը լավ խաղաղապահներով հանձնվեց Ադրբեջանին։ Մենք չենք կարող դա հաշվարկել, քանի որ նրանք չեն էլ ասում ինչ են ուզում։